Ղուկասյան, Վիգեն, ես էքսպերտ եմ, հանդիսանում եմ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության տնտեսական թիմի անդամ, բայց քաղաքական թիմի անդամ չէ, ուղղակի տնտեսական թիմի անդամ։ Կարծես քաղաքական թիմի անդամ չեն համախմբեն, տարբերությունը ո՞րն է։ Իմ կարծիքով տարբերության խնդիր չի, այս պահին եւ երբևէ իմ կյանքում քաղաքական որևէ թիմի անդամ լինելու բուռն ցանկություն չի եղել եւ հուսամ չի լինի, բայց այն իրավիճակում, որ մենք ենք բոլորս, կարծում եմ, որ ամեն մեկս առնվազն պետք է իր մասնագիտական կարողությունների շրջանակներում օժանդակի այն թիմերին, ովքեր որ արդարաբար փորձում են մի բան ստեղծել։ Իմ կարծիքով միասնության նախաձեռնությունը թևերի այդ խմբերից մեկն է։ Հետևաբար ես իմ պրոֆեսիոնալ օժանդակությունն եմ։ Քաղաքական առումով ինչու չեմ անում, շատ պարզ է, որովհետև իմը չի։ Այսինքն եթե իմը լիներ, աչուկով կանեի։ Մի հատ տնտեսագիտորեն բացատրեք էլի մեզ։ Փաշինյանը մի քանի ամիս առաջ ասում էր, եթե 1000 դրամով թոշակները ավելացնենք, դա միլիարդներ կնստի բյուջեի վրա եւ մենք չենք կարող դրա տակից դուրս գալ։ Հիմա ոչ թե 1000, այլ 10000 դրամով գնացել է թոշակների բարձրացմանը։ Սա ընտրակաշարքի ձև էր, ինչ էր 500,000 կենսաթոշակառուներին ԿՊ-ի կողմը բերելու համար եւ ընդհանրապես ոնց է դա մեկնաբանում, հա, այդ թոշակների բարձրացումը։ Ես փորձեմ երկու տեսանկյունից նայել, տնտեսագիտորեն ցանկացած բյուջետային ծախս ենթադրում է հաշվարկ։ Այո, ամենամեծ ծախսային հոդվածներից մեկը մեր պետության բնականաբար սոցիալական ուղղվածության ծախսերն են։ Հետևաբար ցանկացած գումարային թոշակի ավելացում ենթադրում է դրա ծածկույթի խնդիր։ Ես կարծում եմ եւ վստահաբար բոլորս ենք դրանում վստահ, որ նախընտրական տարում, ընտրական տարում process-ների մեջ երբեք չեն լինում պատահական բաներ։ Դա ակնհայտ է։ Եվ ակնհայտորեն 10000 դրամ ի սկզբանե թոշակառուն ինչ կարող էր անել, որ չգիտեր։ Եվ շատ պատահաբար պարզեցինք ինչ կարող է անել, ես կարծում եմ, որ պատասխանը ակնհայտ եւ միանշանակ է, որ սա շատ ոչ կորեկտ, ոչ պրոֆեսիոնալ նախընտրական PR ակցիա է, որը հուսամ իմ հայրենակիցները ըստ արժանվույն գնահատեն։ Շատ կապսոսամ, եթե այդ 1000-ից 10000 դրամը ազդեցություն ունենա մարդկանց ապագան կերտելու ցանկությունների վրա։ Եթե մենք պատկերացնում ենք, որ 10000 դրամի բարձրացումը, որը վստահ եմ, որ չի լինելու, ճիշտ ասած, ուրեմն այո, 10000 դա մաքսիմալն է, որը որ միևնույն է, վստահ եմ, որ չի լինելու, որովհետև շատ պարզ ժամանակ կգա, կպարզենք, որ վայ, մեր բյուջեն դեռ պատրաստ չէր դրան, հետևաբար կամ պետքա գնաճ լինի, այսինքն լրացուցիչ էմիսիա պետք է անենք եւ գնաճը մեծանա, կամ պետք է հրաժարվենք սրանից։ Ավելի վտանգավոր ես համարում եմ մեր հասարակության նման փոքրիկ PR ակցիաներին տրվելը։ Դա շատ վտանգավոր է, որովհետեւ մենք կորցնում ենք իմունիտետ։ Մենք կորցնում ենք, այսինքն Արցախ ենք կորցնում, շատ հանգիստ ենք տանում, երբ որ 1000 դրամի գրպանին բոլորից կպնում են, շատ բուռն զգացողությամբ սկսում ենք դրա դիմաց պայքարել։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ կուզեմ հայրենակիցները լսեն եւ վստահաբար իմանան, որ սա շատ գրեհիկ PR ակցիա է։ Չեք կարող շախի ընկնել, ասել մենք էլ 20000-ով ենք բարձրացնում։ Անկեղծ ասած, ես ինքս ինձ չեմ հարգի, եթե որևէ այս պահին ցանկացած սոցիալական բնույթի որևէ հարցի պատասխանեմ այդ նույն տրամաբանությամբ, որովհետև ես կարծում եմ մեր մոտ լրջագույն անվտանգային մարտահրավերներ կան, շատ լրջագույն, որոնց ներկայության դեպքում բացառվում է որևէ տնտեսական աճ։ Առանց տնտեսական աճի բնականաբար սոցիալական խնդիրների ցանկացած որևէ ձևի բարելավում, դրանք ուղղակի այնքան աքսիոմատիկ բաներ են, այսինքն եթե մենք տնտեսական աճից ենք խոսում, որը պետք է ապահովի այդ բյուջետային ծախսերը, ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք միջավայր։ Հիմա մեր միջավայրը դժբախտաբար այսօր նաև Իրանի կողմից հարվածների արդյունքում գնալու էապես վատանում է։ Մենք պետք է միայն դրա մասին մտածենք։ Ընդ որում ազգովի կապ չունի, քաղաքական թիմի անդամ ենք, տնտեսական թիմի անդամ ենք, հասարակ 10000 դրամը գնահատող թոշակառու ենք, թե չգնահատող թոշակառու ենք, իմ կարծիքով այնքան պատմական բարդ վիճակում ենք, որ փորձության ժամանակ պետք է ցույց տանք, որ մենք արժանի ենք պետականություն ունեցող ազգ լինելու։ Պետականություն ունենալ դեպքում պարտադիր չի, որ ստամոքսը բավարար չափով լցված լինի։ Կարևոր է, շատ կարևոր է, ես հասկանում եմ տատիկներին, պապիկներին, բայց տատիկների թորնիկները ապրելու են առանց հայրենիք երկրում։ Իմ կարծիքով շատ ավելի բարդ բան է, քան ստեսոված մնալը։ Շնորհակալություն։